Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխել։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համակարգացու հետ ունենալով թշնամական հարաբերություն նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։ Պարզելով բնակության հասցեն երիտասարդները դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համակարգացու տան մոտ։ Ոստիկանները պարզելով, որ Վանաձորի բնակիչ 4 երիտասարդ Mitsubishi Մակնիշի ավտոմեքենայով ընթանում են դեպի Անդրանիկի փողոց եւ իրենց մոտ ունեն ապօրինի պահվող հրազեն հետապնդել են նրանց։ Չընթարկվելով ոստիկանների օրինական պահանջին նրանք դիմել են փախուստի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել նրանց փախուստը, ձերբակալել եւ տեղափոխել մարզային վարչությունը։ Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 11 փամփուշտով լիցքավորված մարտական ատրճանակ, 3 անձ կալանավորվել է, մեկը ձերբակալվել։ Խուզարկություններով հանցախմբի անդամների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց բնակության հասցեներում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք զինամթերք։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր խմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ապրիլի 30-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում Մեղրի Երևան ավտոճանապարհի 364 կիլոմետրի հատվածում Մղչյան գյուղի վարչական տարածքում բախվել են 2 Opel եւ VAZ-2114 Մակնիշ ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգիով հղի կին է տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների եւ վիրավորի ինքնությունը։ Ապրիլի 29-ին վրայերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15:45-ի սահմաններում Գյումրի քաղաքի Անի թաղամասի 11 փողոցում Գյումրի թիվ 11 դպրոցի դիմաց Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Նառասան իր վարած Ինֆինիտի Մակնիշի ավտոմեքենայով վրայերթի է ենթարկել անչափահաս հետիոտնին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության եւ օպերատիվորեն ժամանած Գյումրի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախտեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է բավարար։ Ապրիլի 29-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիկա մահացած է 36 տարեկան Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ անհայտ անձ ապրիլի 21-ին Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող իր ոսկյա զարդերի խանութից բացահայտ հափշտակել է ոսկյա շղթա եւ կախազարդ, պատճառելով 2.900.000 դրամի նյութական վնաս։ Արմավիրի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Դիլիջան քաղաքի 23-ամյա բնակիչը։ Ապրիլի 27-ին նա Արմավիրի մարզի Արգևան գյուղում հայտնաբերվել, կողոպուտի կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է մարզային վարչություն, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը եւ հայտնել, որ նույն օրը Վանաձորում վաճառել է ոսկյա զարդերը։ Դիլիջանի բնակիչ 23-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք։